Մաթեոսյանական ծմակուտի ամենաբարձր գյուղում ձմեռը միտք չունի նահանջելու։ Սարիմանն էլ նահանջելու միտք չունի Աթանի ամենադատարկ թաղամասում կնոջ հետ կղզիացած է ապրում։ Ոչ մոտիկ հարևան, ոչ մի ճանապարհ, ծուռ ու մուռ կածանն էլ ձյան մեջ կորած, հազիվ երթևեկելի։ Գարուն է, բայց Աթանում ցուրտ սառնամանիք է, ձյունն էլ դեռ կես մետր նստած, որ ավելի ահարկու է դարձնում լռությունն ու գյուղի դատարկությունը։ Մնացել եմ ստի կղզիացած, այս յոլկենու մոտ։ Մարդ չի ապրում, այն կրանն էլ մի հատ տուն կա, այն էլ չի մարդ ապրում։ Համարյա թե կարելի ասել ես 2 հեկտար տարածություն ու 3 հեկտար, մարդ չի ապրում։ Բայց Սարիմանը հեշտ հանձնվողներից չէ, իհարկե դժվար է հասկանալ ինչն է ստիպում նրան ամեն օր կռիվ տալ պայքարել, հազար ու մի դժվարություն հաղթահարել գյուղում մնալու համար։ Գուցե դա իր հողն է, իր հիշողությունները կամ պարզապես այն անտեսանելի թելը, որ մարդուն միացնում է իր ծննդավայրին, ինքն էլ չգիտի։ Միայն գիտի, որ քաղաքում իր 3 երեխաներին ուսման տալ պահել չէր կարող, եթե չլիներ իր Աթանն ու իր համեստ բարունակությամբ գոմը։ Ասենք այդ գյուղից եթե գնանք այս երեխանցը ոնց կսովորեցնենք։ Դե ես էլ սովորելու ընդհանրապես տեղ եմ տալ։ Շատ տեղ եմ տալ։ Սովորած երեխանցը իմ աչքի լիս երեխեքն են։ Որոշեցինք գյուղում մնալ, Մնացին ու գյուղի աշխատանքով 3 երեխաներին ուսման տվին։ 3-ն էլ գնացին քաղաք ու հիմա լավ աշխատանք ունեն։ Սարիմանը իր մինուճար անդավաճանին վստահեցրել էր, թե երեխեքին նպատակին հասցնելուց հետո իրենք էլ կգնան քաղաք նրանց ետևից։ Բայց քաղաք տեղափոխվելու կնոջը տված խոստումը Սարիմանն այդպես էլ չի կարողանում կատարել։ Քանի դեռ քաղաքում ուսանողներ էր պահում, մի գոմ լիքը անասուն ուներ, հիմա պակասեցրել է, բայց ոնց ասում են, քոքը չի կտրացրել։ Բայց Սարիմանը էլի դադար չի մնում ու մտքովը կնոջ գնահատմամբ նորից ծուռ բաներ է անցնում։ Ընդարձակել գոմն էլ, տունն էլ։ Ինչքան էլ որ դրանք մեծ դժվարությամբ ու համոզած քաղաքից Աթան հարզ եկած կնոջ սրտով չեն, բայց Սարիմանը համ անդադար է, համ էլ անդրդվելի։ Դե հեռու ես Սարիծերին, եթե մեղմ բնավորություն ունենաս, մի տարի էլ չես դիմանա։ Սովետի տարիներին գյուղի տնտեսագետն ու հաշվապահն էր, դեռ սովխոզի տարիներից գիտի, որ միայն խոտով կաթնատվությունը բարձր լինել չի կարող, օգուտներն էլ միջինից ցածր։ Միայն ծանր աշխատանքդ կմնա։ Ուրիշները ոնց, բայց Սարիմանը եղջերավորներին կերակրում է խտացրած կերերով, այլ կերպ ասած կոմբիկերի խառնուրդով։ Բայց անասնապահի համար մի առանձին գլխացավանք ու ծախսի աղբյուր է կերը գյուղ հասցնելը։ Հիմա եթե ուզում եմ որ խտացրած կեր առնեմ, ես պետք է այստեղից քանի կիլոմետր քշեմ, Ալավերդի 50 կիլոմետր, Վանաձոր 60 կիլոմետր, որ խտացրած կեր առնեմ, որ բերեմ այս խոտը ընդհանրապես ինչի, ինչ որ խտացրած կեր է, դա է։ Ես ամեն տարի, բացի այս տարի, խտացրած կեր եմ առել, իմ անասունին խոտի հետ նաև խտացրած կեր եմ տվել։ Հա։ Հիմնականում խտացրած կերի պատմը խոզ եմ պահում, շատ քիչ մարդիկ։ Այն նույն բանն է, այստեղից քշում են գնում գալիստի այն բենզինա ամորտիզացիայի ավտոյի որ բան սամ այդ խոսպահիլն երկից էր տալ։ Ստացվում է մի փոքր պարադոքսալ իրավիճակ, բացառապես անասնապահական համարվող գյուղում ցորեն գարի եւ ընդհանրապես կերային մշակաբույսեր ձեռք բերելը երբեմն մի ամբողջ պատմություն է դառնում կապված լրացուցիչ ծախսերի ու դժվարությունների հետ։ Մինչդեռ գյուղատնտեսության ճիշտ եւ հեռատես պլանավորման դեպքում հնարավոր է այս ամենը կազմակերպել հենց տեղում, առանց ավելորդ ծախսերի, ապահովելով անասնապահության համար անհրաժեշտ կերը սեփական գյուղի սահմաններում։ Ճիշտ է հիմա ճանապարհը ասֆալտապատ է բարեկարգ ժամանակի ու վառելիքի ծախսը պակաս է, բայց մեկ է զուտ կերի ձեռքբերման դրա համար ժամանակ վատնելու պատճառով խոզաբուծությունը գյուղում անկում է ապրել, ասում է։ Բայց որ վերևներից գան, հետաքրքրվեն գյուղացիների խնդիրներով, լուրջ զբաղվեն անասնապահական գյուղերի խնդիրներով, դա չկա։ Եթե ճիշտ ուզում եք իմանալ, այդ ձեր հեռուստատեսության անունն ինչ էր։ Անկյուն գումար։ Նրանք ավելի շուշուտ են գալի, քան թե որևէ պաշտոնյա։ Գալիս են, հա, մեկ մեր համայնքապետարանից մեր համայնքապետարան գալիս են, ասում ենք, անամեն դեպի սրահ են սարքել, շատ շնորհակալ ենք, այդ սրահը սարքվեց, մեր հարսանիքներ, մեր տխրություններ սրահում ենք անում։ Ճանապարհ սրահ ջրագիծ դա արվում է, բայց ենթակառուցվածքների բարելավումը բավարար չէ, որ գյուղացին իր նման աշխատող մարդը մեկը երկու սարքի։ Հին տնտեսագետը լավ գիտի հրեն դիմացի ծմակը, դրա անտառահովիտները, դրանից վեր Ալպյան արոտ
աղտոտները, գետակները, աղբյուրները մի խոսքով աչքդ ինչ տեսնի փողա միլիոններ, որ կազմակերպելու դեպքում հանդից գյուղ կգնան, գյուղից քաղաք ու կլցնեն գյուղացու ու պետության գրպանը։ Բայց ում ես ինչ ասում, կոլխոզների քանդվելուց հետո ամեն ինչ երեսի վրա է թողնված։ Թե որ բախտի բերմամբ մեկը հաջողի, եթե չէ, ուրեմն հազարների նման կբռնի գաղթի ճանապարհը։ Ճիշտ է, ցածր տոկոսներով վարկեր կան ժամանակակից անասնագոմեր կառուցելու համար, բայց գյուղում անասնապահությամբ զբաղվողները իր ու ավելի բարձր տարիքի մարդիկ են, ովքեր մեծ գլխացավանքի տակ գլուխը դնելու համարձակություն ինչ որ տեղ նաև առողջություն չունեն, ասում է։ Իսկ գյուղի ջահելները անասնապահությունից ու եղած մյուս խնդիրներից հոգնել, գլուխներն առել ու փախել են քաղաքներ։ Եվ գիտես ինչու, որովհետև աթանեցի երիտասարդը պապերի ու հայրերի վերջին 30-ամյա փորձով լավ գիտի, որ վարկը կվերցնի, եվրոանասնագոմ կկառուցի, խմոցներ, եվրոլուսամուտներ, մաքրման համակարգ, մեքենայական կիտ կանի, կստացվի, բայց հենց որ հերթը հասնի արտադրանքի իրացմանը, թող ու փախի։ Միամիտ ու պարզ աթանեցին կմնա մթերող դալալի կամայականության հույսին ու տարվա վաստակը կոբեկներով կտա գյուղ եկածին, ինքը դատարկ կմնա իր վարկերի ու պարտքերի հետ։ Մի բան էլ անասնապահության ամենամեծ դժվարություն անասնակեր խոտի պահեստավորումն է։ Ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում, ոնց ասում են։ Խոտի հավաքի սեզոնին մեկին խնդրելով, մեկին օգնելով, մեկից նեղանալով, այսպես գործն առաջ են գցում, բայց այս հարցում էլ պետության աջակցությունը 0 է։ Ով չունի նայել մեկին գնամա օգնեմ, այն մեկն է խոտնելա հանձամ, խոտնելա կապամ, եթե ֆինանսա ունենա, ֆինանսավը մելավորել տեխնիկային հատ պագրիշ կառնի, հա, Դուք ձեզանով։ Զուտ գյուղա մեզանով, այս է իրար բռնած, այն ավելի պատմությունը գիտեք, եթե ավիլը հատ չկոտրեք, կապած ժամանակ չեք կա, հա, եթե մենք իրար հետ սենք չիլենք, այս գյուղը հաշվի, որ գյուղը եթե միասնական չլի, այս է վերև են բծրացնեմ օպերատորին, եթե միասնական չլի, դա գյուղ չի։ Գյուղախմբում 6 գյուղ կա, մեկը մյուսին շատ մոտիկ, ոչ նախկինների, ոչ էլ ներկաների օրոք են վերևներից մեկը չեկավ գյուղ ու չհարցրեց, թե այ մոռացված ժողովուրդ, այ արդար դատող գյուղացիներ, ինչի կարիք ունեք, որ ասեն այ ձեր հոգուն մատաղ։ Մի մեխանիկական բազա ստեղծեք, հնձող, հավաքող, կապող ու տեղափոխող մեքենաներ տվեք ու հետո մոտկորեցուց պահանջեք։ Հլամի կտեսնենք, թե քանի տոննա յուղ ու պանիր, կաթ ու միս կարտադրեն այդ 6 գյուղով։ Գյուղ ոլորտի պատասխանատուների ոչ արդյունավետ աշխատանքն ու հաճախ տարերայնորեն վարվող քաղաքականությունը թույլ չեն տալիս, որ այս անասնապահական գյուղում անասնապահությունը զարգանա իր ամբողջ ներուժով։ Արդյունքում գյուղացիները հնարավորություն չեն ունենում պահել ավելի շատ անասուն, թեև դրա համար կա եւ փորձ եւ ցանկություն։ Մի տարի երաշտ, մի տարի կարկուտ, մի տարի ոնց ասում են եկի տարի, այսինքն անձրևների տարի։ Ու այդպես, եթե ոչ արոտաշատ աթանում, ապա այլ գյուղերում խոտի պակաս է առաջանում ու այստեղ էլ գյուղացին մենակ է մնում։ 2007 թվականին երաշտ եղա, ինչքան հիշում, այդ երաշտի պահով բերին գեղացոնց ամեն կովի հաշով 30 կիլոգրամ սիմիտ վեգետացիով։ Միակ բանը, որ ես ասում եմ, այ գնացեք հարցեք, այդ այլ էր, որ անասնապահության զարգացման համար սննդանյութ դուրս գրեն։ Էլ ուրիշ դենց, որ ապրանքի մարդ դենց, անասունների մարդ կեր դուրս գրեն, բան դուրս գրեն, չի աղջիկ ջան, տե բաներ չի էլ։ Այ մարդ բերեք տվեք մեզ, դավթարımն էլ ստորագրեմ, որ դու ինձ այսքան խտացրած կեր ես տվել, ես եդո քո հաշիվները կփակեմ, նեն չի որ գյուղացին չի կարա, մենք հիմնականում փողը ունենում ենք հունիս, հոկտեմբեր ամիսներին, անասուն ենք ծախում, քրդերի վրա, եզդիների վրա, փառքաստու այդ մարդիկը մեր հետ էլ ված չեն վերաբերվում, ու այդ ժամանակ փող ենք ունենում։ Հիմա չունենք։ Հիմա չունենք։ Հա չմոռանանք ասել, որ Կարապետյան գյուղնախարարի ժամանակ սարերի ճանապարհները բարելավվեցին ու ջրերը հավաքվեցին գրերի մեջ, որ անասունները ջրվելու համար երկար չքայլեն։ Անասնապահության ոլորտի չլուծված խնդիրները հերիք չէ, շուտով գյուղում կարող է փակվել դպրոցը։ Զարիմանը մի կողմից հասկանում է վարչապետի ներկայացրած հիմնավորումները, աշակերտների թիվը քիչ է, ուսուցիչները շատ, ասել է, թե միջոցների ոչ արդյունավետ ծախս, բայց ինչպես ինքն է ասում, մեդալը նաև հակառակ կողմ ունի։ Վարչապետը այն մարդը ճիշտ բան ասում։ Այս գյուղի նեղ պայմանները երեխեն ինչքան էլ ուզում բանը լավն էլի, ուսուցիչը լավն էլի, չի զարգանա։
բայց որ գնում են արդեն շատանում են, երեխեն ընկնում է լայն միջավայր ու զարգանում է։ Հիմիկ որոշել են, որ լոյութ տանեն այդ երեխանցը ավելի լավ զարգացնեն, բայց ճուտեր նաշնանեն հմբարում հլատնենանք կզարգանան, թելի ավելի թերի կլեն, երեխեն ջարդված բեզարած կգա, դաշ չի սովորիլ, հեշտ չի, չոր պարեխեն գնա 10 կիլոմետր լոյութ սովորի հետ կա։ Տենանք դրանից հետո գյուղը կզարգանա, երեխեքը կզարգանան, թելի էլասնել երիտասարդությունը արդեն կգնա քաղաք։ Իր կարմիր դիպլոմավոր տղային գյուղում պահելու 1000 ու մի միջոց է մշակում Սարիմանը։ Հաշվարկներն իր մասնագիտականն են, փորձնել կա, համոզում է, որ բիզնես ծրագիր գրի ու ներկայացնի կառավարությանը։ Ջահել է, պետք է որ աջակցեն, ասում է։ Կոմը պապական փոքր շինություն է, գլխաքանակը շատացնելու հնարավորությունից զուրկ, ասում է։ Էսելին գոմ, էսելին կովե։ Անունի ունեն։ Հա ոնց չունեն, են աստղնա, էս ծաղիկնա։ Սարիմանը ժամանակին գյուղի սովխոզի գլխավոր տնտեսագետն ու հաշվապահն էր, պլանավորում հաշվարկներ, ամեն ինչ իր ձեռքի տակով էր անցնում։ Հիշում է երանությամբ ինչ տարիներ էին, սովորում էին ավագներից, իրար օգնում, լի ու բոլ երկիր էր, ամոթ չլինի ասել, մեկ-մեկ էլ գողանում էին։ Կոլեկտիվ որ աշխատում ենք, կոլեկտիվ մենք չենք կարող մեկը մյուսից վարչություն անենք, բայց սովխոզից գողանում ենք։ Այդ հաշտը, սուղի պրովնախագահն էլ է, պրովնախագահը իրանք ուներ, որ մեկը կա դիմում վերի ասում 30 կարամ է 30 ռուբլի օգնություն ցույց տաս, հա։ Այդ 30 ռուբլին, որ օգնություն է ցույց տալի, մի 5 մանեթել ճամփու գնալ գալը, 30 գրում է 25 տալ։ Կներեք, շուլուխա, բայց դե հա, դե բաների, հա, էլ են, խիչել են, դե աշխատանք հա։ Մեր ալավերդ ու պլամբաժինը, վետա ալավերդ էր, բան ասենք, ռապո ասենք, ռայոն ու ագրոպրամիշնային կոմպլեքս էլ ռուսերեն հա։ Ռապոյում ենք գնում ենք ռապո մեր նաչալնիկների հետ տանում ենք նրանց ընդի հաստալի։ Նրանք որ գալիս էին ստյուգման, էլի մենք ենք հաստալի։ Ճիշտ է հիմա դրան կաշառք են ասում, բայց Սարիման այդ ձևակերպման հետ բոլորովին համաձայն չէ։ Մեկ էլ օրը բանումն եմ էլ Վանաձորի նոտարական գրասենյակը մեմել մարտի 9-ն էր, աշխատակիցն էլ աղջիկ էր, բայց ես նրան մարտի 8-ի կապակցության մի հատ պլիտկա չէի տարել տվել։ Չասավ կաշարքա։ Չէ, ասի ես դու լավ էր, ծանոթ ենք, ուզում ասի, բայց պլիտկեն ինչ է որ դա կաշարքը, քաղցր բանաղին էր մարտի 9-ի կապակցության, դա ես չեմ ասել կաշարքա, որևիցի բան։ Հիմա էլ մեկը լիներ անունը կաշառք է, ինչ է մի լավություն աներ գան էստեղ մոտ Կորեայից 6 գյուղերի համար խտացված կերերի արտադրություն բացել։ Մենք էլ կազատվեինք կեր բերելու անվերջ հոգսից, ասում է Սարիմանը։ Բայց շատերը խտացված կեր ասվածը խառնում են հավելանյութերով կերերի հետ։ Այ դրանց Սարիմանը խիստ դեմ է։ Խտացված կերը սա է, թեփը։ Ու սրա հետ էլ խառնում ենք աղացած գարի ցորը։ Իսկ նա հավելյալա, նա քեզել չի օգուտ, այ բալա, նա եթե դու տալիս ես ու դա գմոկերա, եթե դու էլ օգտվել տիս քու քաղաքի բարեկամներին էլ տիս այդ կաթիցը տալ, համարի որ նրանցել ես մի բան օգնավոր։ Ես որ առաջ մեքենա չունեի, ուրիշ մարդին կամ գազն եմ լցրել, կամ ուրիշ առևտուրանող տղա էլ կա։ Տվել եմ, ենթադրենք մի մեշոկ թեփը առ 4000 դրամ, ես տվել եմ նրան 5000 դրամ։ Նա էլ բերել է, ես էլ իմ ապրանքը իմանասունը պահել։ Այսպես զրուցելով Սարիմանը մեզ հրավիրում է իր տուն, ասում է տունը նորոգված չէ, կահավորված չէ, բայց փոխարենն այս տանից դուրս եկած 3 զավակներն էլ գերազանց են ավարտել համալսարանները, ինչն է ծնողների հպարտությունն է, իսկ տան վերանորոգումը միայն ժամանակի հարց է։ Բայց տան սևացած պատերը բոլորովին չեն խանգարում, որ այստեղ հյուրերի ընդունեն ջերմությամբ ու սիրով։ Տանտիկինը, որ Վանաձորից է, ինչպես ասացինք, միշտ է ցանկացել տեղափոխվել քաղաք, բայց հիմա էլ արդեն տարի առողջական խնդիրներ,
քաղաքում նոր կյանք սկսելն ավելի բարդ է, այնպես որ գնալու հարցն արդեն բարդ է։ Փառք Աստծո, ինչքան լավություն եմ արել, այդ լավությունը իմ առաջն է եկել, որ ինֆարկտա խփել, սաղ եմ մնացել, այդ նույն օրը գյուղից երկուսից ինֆարկտ խփեց, մեկը սաղ չմնաց, բայց ես ինֆարկտ խփեց, սաղ մնաց։ Բայց դրանից հետո էլի աշխատում եք։ Հա, բա ինչ անես, տանը նստես, ինչ անես, այ աղջիկ ջան, տանը նստես, իլիկ պտտես, դա էլ չի լինի, ոնց են ասում, սովի տարի, կովի տարի, ասացված կա չէ, կովը կպահի, ոչինչ են, հորդի մի քիչ կատ կտաս, այդ կատը մատուն կմերես, կատ կխմես այդ ռիբունը, հա։ Համի մտամ թե այդ կատը հեն չելավ, այդ մուսկուլա հավի, ես ինչ գիտեմ երշիկա, ես ինչ գիտեմ, լրիվ քիմիական նյութ է, այ բալա, ռուզա, այդ ինկրեսներով ես գծում, օնախին դրանով ենք պատիվանում ճամպան, բայց դրանք լրիվ են չի էլի, ես էլ չեմ սիրում։ Սարիմանը Մոտկորյա այս լուռ ու բարձրադիր գյուղում ապրող այն մարդկանցից է, ովքեր չեն հանձնվում։ Ամեն օր պայքարում է իր հողի, իր տան ու իր գյուղի համար։ Աշխատող ու արարող մարդ, միշտ բաց դռներով ու հյուրընկալ, այս մաքուր ու անաղարտ բնության մեջ ապրելով Սարիմանն էլ կարծես նույն բնության նման է դարձել, պարզ, անկեղծ ու ուժեղ։ Նրա սիրտն ու հոգին նույնքան մաքուր են, որքան այս սարերն ու ձորերը, ու քանի դեռ կան նրա նման մարդիկ, գյուղը դեռ շնչելու է, դեռ ապրելու է։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Falex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։